Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր օգոստոսի 2 Եվ կլինի այն օրը, որ Տերը կսուլի այն ճանճերին, որ Եգիպտոսի գետի եզերքումն են, եւ այն մեղուներին, որ Ասորեստանի երկրումն են։ Եսայի 7-18 խոսք։ Աստծո հանդեպ գաղտնի անհնազանդությունն ու սրտի օտարացումը հաճախ քողարկվում են նրա հանդեպ արտաքին հարգանքի գույնով։ Նրանք, ովքեր վճռել են չվստահել Աստծուն, ձևացնում են, թե պարզապես չեն ուզում փորձել նրան։ Մարգարեն հանդիմանեց Աքազին եւ նրա արքունիքին, որովհետեւ նրանք շատ քիչ էին գնահատում Աստծո հայտնությունը։ Աստծո համար ոչինչ այնքան ցավալի չէ, որքան անվստահությունը։ Սակայն մարդու անվստահությունը չի կարող Աստծո խոստումը անզոր դարձնել, ուստի Տերն ինքը նշան կտա։ Ինչքան էլ մեծ լինեն քո նեղությունն ու վտանգը, քո սրտում պետք է ծնվի փրկիչը, եւ քանի դեռ այդ օրհնությունը քեզ հետ է, դու չես կարող կործանվել։ Այդ ամենը փառավոր կերպով պիտի կատարվի։ Նեղության ժամանակ ամենազորավոր մխիթարությունները բխում են Քրիստոսից, նրա հետ մեր հարաբերությունից, նրանում ունեցած մեր բաժնից, նրանից ունեցած մեր հույսից եւ նրանից ակնկալվող բոլոր օրհնություններից։ Նա պետք է մեծանար ինչպես մյուս երեխաները, սնվելով այս երկրի սովորական կերակուրով, սակայն ի տարբերություն մյուս երեխաների, միշտ պետք է մերժեր չարը եւ ընտրեր բարին։ Եվ թեև նրա ծնունդը եղավ Սուրբ Հոգու զորությամբ, այնուամենայնիվ նա չէր սնվելու հրեշտակների կերակուրով, այլ մարդկանց սովորական կերակուրով։ Եթե աստվածային փրկչի գալստյան սպասումը հին ժամանակների հավատացյալների հույսի անսպառ քաջալերումն էր, ապա որքան ավելի մեծ պատճառ ունենք մենք շնորհակալ լինելու, որ խոսքը մարմին եղավ։ Ուրեմն, եկեք վստահենք նրան, սիրենք նրան եւ հետևենք նրա օրինակին։